Ես 24 տարեկան եմ ու սա իմ երկրորդ պատերազմն է, ես քարոյրայել եմ մասնակցել ու ես մի բան եմ հասկացել, որ մարդկանց, ովքեր որ ապրում են մի պետության մեջ, որտեղ որ պատերազմ է, այդտեղ ընդհանրապես ռոպագանդա անելու կարիք չկա։ Այսինքն, եթե դու մի երկրի քաղաքացի ես ու դու քո մեջ գիտես քո երկրի անցած պատմությունը, դու գիտես քո նախնիների պատմությունը, ովքեր որ մինչև այսօր քո համար կռիվ են տվել, դու պիտի մի վարքյան անգամ չմտածես, որ դու պետքա վերցնես զենք, բարձրանաս դիրքեր, լինես տղաների կողքին, պետք եղած ժամանակ կատարես նաև մարտական գործողություն, հա, այսինքն ռոպագանդայի մասին խոսք գնալ ընդհանրապես պետք չի, որովհետև դա պետք է ամեն հայ գիտակցի, որ այդ իր պարտականությունն է, որ ինքը պետքա գա այստեղ կռվի։ Իսկ այն ինչը վերաբերվում է մենք հաղթել ենք թե պարտվել ենք, մենք միանշանակ են որ պարտվել ենք, բայց ինձ թվում է ճակատամարտում ենք պարտվել, որովհետև քանի դեռ այստեղ տղաներ կան, ովքեր որ պատրաստ են զենք վերցնելու, քանի դեռ հայը պատրաստ է զենք վերցնելու, ինձ թվում է պարտության մասին խոսելը դա կլինի այն ժամանակ, երբ որ Թուրքիայի 100 տարի առաջվա պլանավորած է, որ լինի մեկ հայ ու ընդամենը թանգարանում, երբ որ դա կկատարվի, մենք ասենք մենք պարտվել ենք, բայց դեռ քանի կանք, քիչ ենք, ուրեմն մետ ենք։ Պարտությունն է ստիպում հաղթել։ Միջև վերջ պիտի կռվենք։ Պետքա ամենակարևոր բանը հասկանալ, որ եթե այստեղ պարտվեցիր, ուրեմն դաշտում կպարտվես։ Կարող է ողջ մնաս, բայց կպարտվես։ Կարևորը ստեղ հաղթես։ Եթե ստեղ հաղթեցիր, ինձ թվում է թշնամին ուզում է լինի մի քանի հազար անգամ շատ, մենք ստեղ ենք։ Այստեղ իմ համար դարել է այն ամենակարևոր տեղերից մեկը, որ ես կյանքում եղել եմ, որովհետև այն ներքին զգացողությունը, որ դու, չգիտեմ, գիշերը ժամը 4-ին կանգնած ես մի հատ հողի վրա, որտեղից քո սահմանն է սկսում, ինձ թվում է դրանից ավելի գաղափար չես կարող այդ բանին դու հասկանաս, քանի որ հայ լինելը դժվար բան է, էլի դու հայ ես, դու պիտի կարողանաս տանես այդ անունը քո վրա, որովհետև շատ մարդ կա, որ ինքը ազգությամբ հայ է, բայց այն գենետիկ հայը չի, էլի ճիշտ հասկանանք, որ գիտի պատմություն, գիտի իր մեջ, հիմա այստեղ բոլոր կանգնած տղաների մեջ խոսում է այն պատմությունը, որ իրանք գիտեն, այսինքն մենք գիտենք, որ մեզանից առաջ Մոնթեն է կռվել, դրանից առաջ աղբյուր Սերոփն է կռվել, դրանից առաջ Անդրանիկն է կռվել, եթե մենք այսօր այդ մարդկանց գործը չշարունակենք, ինձ թվում է Անդրանիկն էլ մերպես ինչ-որ մեկն է եղել, ով կանգնել է շարքերում, այսինքն եթե կա նոր Թալիատ, կլինի նոր Սողոմոն, ինձ թվում է այդ հոգեբանությունը բոլորի մեջ պետք է նստած լինի, թե չէ պատերազմից փախնելով պատերազմը երբեք չես հաղթի, պիտի կռվես, եթե ողջ ես մնացել, որովհետև պատերազմը չունի կանոն, թե ինչի դու պիտի ողջ մնաս, եթե դու ողջ ես մնացել, դու պիտի հասկանաս, որ դու այն մնացած բոլոր ընկած տղաների կյանքը վերցնում ես քո վրա ու առաջ ես տանում, իսկ այն ընկածներից ոչ մեկ չէր ուզում պարտություն, այն ընկածներից ոչ մեկ չէր հանձնվելու, այսինքն մենք արդեն մենակ մեր կյանքը չենք ապրում, այստեղ բոլորս էլ ընկեր, բարեկամ, հարազատ կորցրել ենք, որ այդ ցավը անդառնալի է, բայց ես նշեմ սպարապետի խոսքերը, որ ասում է սուքը հավերժ է, եթե չկա պայքար, եթե մենք չպայքարենք, մենք հավերժ սքալու ենք, իսկ մեր թշնամին դա է ուզում, չգիտեմ, այսօր այսքանն ենք, այստեղ վաղը կմիանան մեզ, կմնանք այսքանը, մենք մեր հողն ենք պահում, այն հողը, որ ուղղակի մատիտով չի գծվել այդ սահմանը, այս այն հողն է, որ արյունով 30 տարի շարունակ մեր տղաները գծել են այդ սահմանը, ու այդ կարող է այսօր հա ժամանակավոր ինչ-որ մեկի ձեռքում է, բայց դա ուղղակի ժամանակի հարց է, անկախ քաղաքական հայացքներից, անկախ երկրում տիրող իրավիճակից, եթե երկիրը վտանգի տակ է ու շատ լուրջ, բոլորը պիտի դնեն իրենց բոլոր հայացքները, հագնեն համազգեստ, վերցնեն զենք ու իրենց հնարավորության չափով, եթե չգիտես կրակել, կարաս փամփուշտ լցնես կրակողի համար, բայց այն որ դու սահմանում գործ ունես ու սահմանում քո կարիքը կա, դա վերաբերվում է յուրաքանչյուր հայ տղամարդու, ով սիրում է իր ընտանիքը, ով պատրաստ է իր ընտանիքի համար կռվել մինչև վերջի վայրկյանը։